2023 թվականի հոկտեմբերի 14-ին իմ ու Դավիթի հարսանիքի հաջորդ օրը մենք տեղափոխվեցինք Թայլանդ, գրպանում ունենալով $3000։ Վարձեցինք բնակարան 75000 դրամով։ Դավիթը դպրոցում աշխատանքի անցավ որպես անգլերենի ուսուցիչ եւ վաստակում էր հիմնականում ուտելու եւ բնակարանի համար։ Գուցե սա հնչի տարօրինակ, բայց մենք դա արեցինք, որովհետեւ հոգնել էինք։ Երևանում մեր կյանքի վերջին 2 տարիներին ես աշխատում եմ որպես բարիստա, իսկ Դավիթը IT ոլորտում։ Թվում էր ամեն ինչ նորմալ է եւ սովորական, բայց Սովիափին պայմանները եւ արևի տակ ապրելու ցանկությունը մեզ հանգիստ չէին տալիս։ Անկեղծ ասած վախենալու էր։ Մենք ոչինչ չգիտեինք, չունեինք հրավար աշխատանք, խնայողություններ, եկամտի որևէ աղբյուր, որը մեզ թեկուզ փոքր կայունություն կապահովեր նոր երկրում։ Բայց ես փակեցի վարկս, Դավիթը վերցրեց իր աշխատավարձը, հավաքեցինք 2 ճամպրուկ եւ հարսանիքից անմիջապես հետո մեկնեցինք դեպի անհայտը։ Եկանք եւ մեզ խոստում տվեցինք ապրել ազատ, վարել բլոգ Instagram-ում այնպես, ինչպես կարող ենք եւ մարդկանց հետ կիսվել մեր կյանքի փոփոխվելու փորձով։ Մենք պարզապես շատ էինք դա ցանկանում։ Մեզ այդ փաստը վախեցնող էր, բայց ավելի վախեցնող էր գիտակցումը, որ կարող ենք ամբողջ կյանքում աշխատել օրական 12 ժամ, մոխրագույն եւ կյանքից դժգոհ դեմքերի անverջ հոսքի մեջ։ Եվ ահա 1 տարի անց, երբ սկսեցի վարել բլոգը, իմ Instagram-ում արդեն 18000 հետևորդ կա։ Ամեն օր ծովը քայլելու հեռավորության վրա է, եւ մենք ապրում ենք այն կյանքով, որի համար այստեղ ենք եկել։ Նոր կյանք առանց մշտական անհանգստությունների ու տագնապների, առանց վախի, թե ինչ կմտածեն կամ ինչպես կարձագանքեն ուրիշները։ Կարծում եմ մեզ մոտ ինչ որ բան ստացվեց։ Իսկ դուք ասեք, ի՞նչն է խանգարում ձեզ ապրել այնպես, ինչպես ուզում եք։